Ragi Adn հայրերը որ հոսեն հիմա ցեզի բարի հայրերու օր գմախտեմ թող Աստծո երեսը պայլեցնե իր վրան ծեր վրան եւ բայզարացնե քիչ մե վերջ որ քիչ մը ավելի լեցվենք նորեն նույն մախտանքը գնենք բոլորին հիմա եկած ենք այսօր ճաշտելու Աստված անդրադառնալու անոր հայրական քուրքուրանքին եւ սիրուն պիտի ընթերցեմ Սամոս 103-ը վրիբում եղած է միան 8 համար գրված է հոն բայց 18 համար պիտի կարդամ հայերենով եւ 18 համար պիտի կարդամ անգլերենով անոնք որոնք կրնան ոդնգայս լսել Աստծո խոսքը պիտի խնդրեմ որ ոտքի գնան If you are able please stand for the reading of God's word I read in Armenian first and then in English Psalm 103 Ով իմ անձս օրհնեդերը ու այն ամենը որ իմ ներսիտիս է անոր սուրբ անունը Ով իմ անձս, օրհնեդերը եւ անոր բոլոր բարերարությունները մի մորներ, որ գկավե բոլոր աներունություններդ, ու գբժշկե քու բոլոր հիվանդություններդ, ու գբրգե քու կյանքդ աբագանութենե, եւ գբասագե քեզ ողորմությունով ու գթությունով, որ գլեցնե քու ձերությունդ բարությունով, ու քու մանկությունդ արձիվի պես գնորոգվի Դերը արդարություն ու իրավունք կնե բոլոր զրկվածներուն։ Անիգա իր ջամփաները Մովսեսին ջանցուց ու իր կորձերը Իսրայելի որդիներուն։ Բարեկուտ եւ ողորմած է դերը, երգայնամիտ ու արատ ողորմությունով։ Անիգա մինչև վեր չի հագարագիր եւ հավիտյանս ող չի բահեր։ Անիգա մեր մեղքերուն համեմատ չրավ մեզի։ Ու մեր աներունություններուն համեմատ հատուցում չրավ մեզի, հաբա, որ չապ որ երգինքը երգրեմ բարձր է, այն չապ իր ողորմությունը իր մե վախծողներուն վրա զորավոր է, որ չապ որ արևելքը արևմուտքեն հեռու է, այն չապ հեռացուց մեզ մեր հանցանքները, ինչպես հայրը գկտա իր որդիներուն վրա, անպես ալ դերը գկտա իր մե վախծողներուն վրա, Բասնզի անգիդե մեր գազմվածքը գիշե թե մենք հող ենք։ Մարդուն օրերը խոդի պես են, թաշտի ձագի պես կձագին։ Բասնզի հովը անոր վրա են գանցնի ու անգ ոչնչանա։ Եվ ալ անոր դեղը չի ճանչնարզանիգա։ Բայց դերոջը ողորմությունը, հավիդյանս հավիդենից է իր մե վախծողներուն վրա ու անոր արդարությունը որդիներուն վրա։ Անոնց վրա է, որոնք կբահեն անոր ուխտը եւ գիհիշեն անոր պատվիրանքները եւ գգադարեն Praise the Lord, O my soul, all my inmost being praise his holy name. Praise the Lord, O my soul, and forget not all his benefits, who forgives all your sins and heals all your diseases, who redeems your life from the pit and crowns you with love and compassion. Who satisfies your desires with good things, so that your youth is renewed like the eagles. The Lord works righteousness and justice for all the oppressed. He made known his ways to Moses, his deeds to the people of Israel. The Lord is compassionate and gracious, slow to anger, abounding in love. He will not always accuse, nor he will harbor his anger forever. He doesn't treat us as our sins deserve, or repay us according to our iniquities. For as high as the heavens are from the earth, so great is his love for those who fear him. As far as this east, far from the west, so far has he removed our transgressions from us. As a father has compassion on his children, so the Lord has compassion on those who fear him. Blessed be the reading of God's word. Եկեք շարունակենք մեր պաշտամունքը երգելով մեր առաջին երգը փառաբանենք Աստծո
Ամեն։ Փոխացարթափար ընթերցենք փոխասած ընթերցում թիվ 31 ընտանեկան կյանք։ Իմ սկրինիս վրան է։ Իմ կեյբլը սկորձածված է և լապտապս մարեցավ, it's okay։ Ընտանեկան կյանք փոխասած ընթերցում թիվ 31 ընթերցենք քրքերում մեջ են։ Որդիներ, ձեր ծնողած հնազանդ եղեք Տերոջմով, վասնզի այն է արժանը։ Բադվեք ու հայրդ ու մայրդ, որ առաջին բադվիրանքն է խոստումքով, որբեսի քեզի աղեգը լա ու երկար կյանք ունենաս երկրի վրա։ Իմաստուն տղան իր հայրը կուրախացնե, բայց այնմիտ տղան իր մորը դրդմություն է։ Ով Իսրայել, մտի գրե, մեր Տեր Աստվածը միայն Տեր է, ու քու Տեր Աստվածդ սիրես բոլոր սրտովդ, ու բոլոր հոգիովդ, ու բոլոր զորությունովդ։ Եվ այս խոսքերը, որոնք ես այսօր քեզի պատվիրեցի, քու սրտիդ մեջ ըլլան։ Եվ զանոնք նշանի համար ցերքիդ վրա գաբես, ու ճակատնոցի համար աչքերուդ մեջտեղը ըլլան։ Ամեն։ Խոնարհեցնենք մեր խլուխները, սրտերը եւ հոգիները, պատրաստվենք աղոթքի։ Փարավորյալ հայր, հայրերու դոնի արյութով նախ կուզենք քեզ փարավորելով հայր։ Շնորհակալ ենք, որ դու մեր սիրող եւ երկնավոր հայրն ես։ Փառք ու դանք քո անվանդ, բարի հայր։ Մեր սրտերը լեցված են քո հոգությամբ, խնդրությամբ եւ ուրախությամբ։ Եկած ենք հոս այսօր դեր քեզ փառավորելու։ Հայր երկնավոր հավիտենական։ Անսկիզբ եւ անվերջ Աստված։ Եհովա ճշմարիտ միակ կենթանի Աստված։ Հայր փառք ու տանք նաեւ որդիդ համար, մեր Տիրոջ եւ Փրկչին Հիսուս Քրիստոսին համար, որ քու սերետ լեցված, քու կութետ արատ ողորմությունետ ղրգեցիր քու միածին որդիդ, իբրև հայր, զոհեցիր քու որդիդ, մեր սիրուն մարդկության համար, որբեսի բոլորս ալ դառնանք քու զավակներդ։
Շնորհակալ ենք Տեր։ Ինչպես երկեցինք, կփարավորենք, կփարապանենք ու Սուրբ անունդ։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, օրհնյալ ըլլաս, ով Տեր։ Ողջ պարքը, բադիվը եւ գոհությունը, մեծություն, վսեմություն, իմաստություն, զորություն, արկայություն եւ թակավորություն, բոլորը քեզի գվայել է։ Օգնե մեզի, որ արժանի լանքի այսօր քեզ պարապանելու եւ բաշխելու հոգիով եւ ճշմարտությամբ, ով Տեր, որովհետեւ երևնաս թե դու որքան մեծ սիրող հայր ես։ Դու մեր երկերը, խոսքերը, կարոզները ամենը քո պարկիդ համար լան։ Դու բարավորվես հիմա եւ միշտ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա, ամեն։ Գնանք նստել։ Շարունակենք մեր պաշտամունքը երգելով թիվ 221 գա երբեք ընդիր հովիվը։ Երգ 221 Էջ 207 Գա երբեք ընդիր հովիվը Մեկ վարյան լրության արիք տամ, որ բոլորս մեր սրտերը պատրաստենք աղոթքի, խոստովանենք մեր մեղքերը եւ ես վերջը հայերենով եւ վերջնար անգլերենով կաղոթեմ։ Փարավորյալ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի Աստված, մեծ ու սքանչելի, փարավոր եւ թակավոր թակավորած, բաշտելի Աստված, երկնային Հայր մեր, որքան գեղեցիկ է գոչել Հայր քեզ, ով Աստված մեր,
Շնորհակալ ենք քո էությունդ ով Տեր։ Շնորհակալ ենք, որ դու հավիտյան ես, սկիզբեն սիրած ես մեզ, պատրաստած ես փրկության ծրագիրը, ամենը քեզմով, քո սիրետ մղված, քո որդիիդ անձով եւ քո հոգիդ ներկործությամբ մեր մեջ։ Բաշտելի Հայր, դու ես արժանի միան փառապանքի, պաշտամունքի, երկրպագության, եկած ենք քեզ մեծարելու Տեր։ Եկած ենք այսօր տեսնելու քո հայրական մեծությունդ, քո սերդ, ողորմությունդ եւ քութդ, եւ վայելելու իբրև որդիներ, քո ներկայությունդ։ Շնորհակալ ենք, որ դու քո հոգիով կհայտնվես մեզ, կգործես մեր մեջ եւ սկալի եւ շոշափելի կդարձնես քո ներկայությունդ։ Փառք ու տանք քեզ ով Տեր այսօրվան համար, որովհետև այսօրը դու ստեղծեցիր եւ դու կանչեցիր մեզ հոս, դիդավորյալ բադահական չէ, որ մենք հոսենք այլ դիդավորյալ, դու ամեն մեկուս ասելիք ունիս ասելով հոս կանչած ես, գուզես, որ մենք հետդ ունենանք մտերիմ հարաբերություն, ճանչնանք քեզ ոչ թե իբրև ուժ կամ Աստված կամ երկնքի մեջ բամո աներևելի, բայց կուզես, որ մենք գիտնանք եւ գիտակցենք եւ ունենանք անհատական հարաբերությունը քեզ հետ իբրև Հայր, Աբա։ Շնորհակալ ենք, որ մեզի անացնաշնորհում ուգուտաս, որ քեզ Հայր գոչենք։ Շնորհակալ ենք այսօրվան համար, որ կրնանք քո հավաքվել ով Տեր, իբրև եկեղեցի, քո մարմինդ, ուրախանալու այս հայրերու դոնին արդիվ։ Գիշենք ամեն հայրերը եւ կխնդրենք քեզ մե, որ իրենց բայցարացնես երեսդ իրենց վրա, օրտնես եւ բահես իրենց, իբրև մեր ընտանիքներուն սույները, բահես ամեն տեսակի ճարեն, երևելի եւ աներևույթ, քու ջամփաներուտ մեջ առաջնորդես իրենց։ Նաև եկած ենք ով Տեր խոստովանելու, գիտենք, որ բոլորս էլ մեղ գործած ենք եւ բացած ենք քու փառքետ։ Կսկանք թե արժանի չենք, որ գոչվենք քու որդիներդ։ Եկած ենք խոստովանելու զղջալով, թե մենք չենք կրծած ապրիլ այնպես, ինչպես որ գոչված ենք իբրև քու զավակներդ։ Իդես մեր մեղքերուն ով Տեր, քեզ մեկը խնդրենք, որ ներես մեզի եւ թողություն շնորհես մեր մեղքերուն։ Ներե մեզի մեր մեղքերը, հանցանքները, թերություններն ու դգարությունները, որ կոծեցին գիտակցաբար կամ անգիտակցաբար, գամավոր եւ ագամա։ Մարդասեր Աստված ողորմե մեզի մեղավորներուս։ Արտնցուր մեր մեղկացած խղճերը, զորացուր մեր գամքերը, հրահրե մեր հոգիները, փոցավարե մեր կյանքերը եւ ապաշխարության հոգի շնորհե մեզ։ Նաեւ գիտենք ով Տեր անոնք, որոնք կխոստովանենք հավատքով, դադարդություն չկա մեզի Հիսուս Քրիստոսին գդարած փրկագործության միջոցով։ Շնորհակալ ենք, որ դու ներող Աստված ես։ Այո, գաղութենք ով Տեր Կանադային համար, այս երկրին, շնորհակալ ենք, որ մեզի ապահով կյանք կուտաս հոս։ Կուտաս ազատություն, որքան եւ բաշտ ենք քեզ։ Խորաբես շնորհակալ ենք ով Տեր։ Խնդրենք, որ մեր երկիրը վերապոխես Կանադան, ղեկավարներուն իմաստություն դաս, որպեսզի ապրին եւ գործեն քու գործիդ խոսքիդ համապատասխան։ Նաեւ գաղութենք մեր հայրենիքին համար,
հայ ժողովրդին համար, որ քեզի դառնանք, քեզի փառավորենք, ոչ թե միան խոսքերով, այլ մեր ապրելակերպով, իբրև առաջին քրիստոնյա ժողովուրդ։ Խնդրենք, որ քու սերդ, շնորհքդ արադորեն անցրևի նման թափես մեր վրան, որպես իբրև հայ ժողովուրդ կրնանք քեզ փառավորել, քեզ մեծարել, որտեղ առանց քեզի մեր ազգը գոյություն չունի։ Նաև գախոտենք բادرազմող երկիրներուն մեջ կամ երկիրներուն համար, Պարսկաստանին, Իսրայելին եւ այլ երկիրներ։ Այլ կխնդրենք, որ այդ բادرազմի մեջ են մեր երկիրը ապահով պահես ով Տեր։ Պարսիկներն ալ, իսրայելցիներն ալ։ Կխնդրեմ քեզ Տեր։ Կփավե իրար սպանենք։ Շնորհակալ ենք, որ դիձողության համար։ Խաղաղության իշխան օգնե մեզի, որ ճանչնանք քեզ, մոտենանք քեզ եւ խաղաղություն աշխարհին։ Գաղութենք հիվանդներուն համար ով Տեր, շնորհակալ ենք, որ գուպուժես հիվանդներ մենք կտեսնենք եւ ագանատեսենք այդ քու գործունեությունը դե եւ զորությունը դե եւ փառք կտանք ադոր համար։ Մեր նույնադեն հավատքով եւ հանդուկնությամբ կխնդրենք քեզ մեր որ շարունակես բուժել հիվանդները։ Մտային, ֆիզիկական կամ հոգեկան։ Նաև Սուրբ Ոգի Աստված քու մխիթարությանդ պետք ունին սգավորները։ Հասիր սփոփելու եւ մխիթարելու իրենց եւ քու զորությունը թող հայտնվի աստիճվար բահերուն մեջ։ Քեզի գաբավինինք ով Տեր։ Դու ես մեր հույսը, մեր սերը, մեր ապավենը, մեր ամրոցը, մեր ամեն ինչը։ Եվ քեզ մեկը խնդրենք հիմա վերջապես Սուրբ Ոգի Աստված, որ մեր վրան հայտնվիս ամեն մեկու սրտին եւ հոգին եւ մտքի մեջ, որովհետեւ ճանչնանք քու խոսքդ, լսենք քու ցայնդ եւ վայելենք քու ներկայությունդ։ Այս ամենը կխնդրենք մեր Հիսուս Քրիստոսի անունով, Հայր Որդի եւ Սուրբ Ոգի։ We praise you and thank you, O Lord, that you have fed us with your word, grateful for your gifts and mindful of the communion of your saints. We offer to you our prayers for all people. God of compassion, we remember before you the poor and the afflicted, the sick and the dying, the prisoners and all who are lonely, the victims of war, injustice, and inhumanity, and all the others who suffer from whatever their sufferings may be called. Lord of Providence, holding the destiny of the nations in your hands, we pray for our country, Armenia and Canada. Inspire the hearts and minds of our leaders that they, together with all our nation, may first seek your kingdom and righteousness, so that order, liberty, and peace may dwell within your people and in this world. O Savior God, look upon your church in this struggle upon the earth. Have mercy on its weakness. Bring an end to unhappy divisions and scatter its fears. Look upon us, O Lord. Author of grace and God of love, send your Spirit's blessings to your children present here, us and everyone who's worshiping you now. Keep our hearts and thoughts in Jesus Christ, your Son, our only Savior. We pray all this in your Son's holy name, Father, Son, and Holy Spirit. Hallelujah. Amen. Շարունակենք պաշտամունքը երգելով հաջորդ երգը թիվ 130, երգ 130, էջ 119, Քրիստոսի շնորհքը։ Yeah.
Ղակ եդևենց այն զուզած ադենին գկաշեն գարնեն գուդան, շնորհակալ եմ։ Այսօր ուրախ արիթ ունինք, գուզեմ անիգա ասել եւ հիմա ծեր ուշադրությունը կրավել, ունինք մեր եկեղեցի անդամներեն զույգիմը զավագին նվիրումը։ Նախքան իրենց կանչելը սկուզեմ շատ ամփոփ ձևով բացատրել, թե ինչ է նվիրումը։ Նվիրումը Սուրբ Գիրքեն եկած ավանդությունն է, որ գտեսնենք 5 դագարանի մեջ առաջին թագավորած առաջին գլխուն 11-րդ համարի մեջ, երբ Աննա ամուրի էր եւ զավակ ունեցած երկար դարիներ եւ գերտա ջաջար եւ գաղութե Աստծո եւ գսե ով դեր եթե ինձի զավակ մտաս, ես այն քեզ բիդի նվիրեմ։ Եվ գտեսնենք Ավետարանի մեջ Ղուկաս 2-րդ գլխուն 23-րդ համարի մեջ, թե ինչպես Մարիամ եւ Հոսեփ Հիսուս մանուկարին դարին դաջար եւ նվիրեցին Աստծո։ Այս հասկացողությունը կփոխարինե այն մգրտության հասկացողության, որ երբ մանուկը չափահաս կլա, ինք կորոշե իր մգրտության ժամանակը, թավանելով, որ Հիսուս Քրիստոս դեր է եւ բրգիչ է։ Ոչ նվիրումը, ոչ այլ մգրտությունը Աստվածաշունչը գսե որ փրկություն կշնորհե, այլ փրկությունը Հիսուս Քրիստոսի շնորհքեն է, եւ որ մարդ կհավատա անոր գադարած բրգակորձության խաչին վրա։ Բայց այս նվիրումը խոստում մնե ծնողքին, եկեղեցին վկայության, որ անոնք պիտի դաստիարակեն այս զավակը Աստծո խոսքին մեջ, անոր ջամփաներուն մեջ, եւ պիտի հասցնեն այն հասակին, որ ան ընդունի, թե Հիսուս Քրիստոս դեր եւ բրգիչ է։ Եվ այս մտքով գուզեմ փեմ գանչել Ռաֆի եւ Սարին Բակալը եւ իրենց որդին դուստրը Լեատորը եւ նորածին Էդվարդ Անտոնի Բակալը, որբեսի աղոթքով եւ իրենց խոստումով նվիրենք Աստծո։ Հրամեցեք։
Պիտի գարտամ խոստում եւ ծնողքը պիտի խոստանան, որ պիտի նվիրեն զավակը եւ անգե վերջ գաղոտեմ եւ ցեզ մե պիտի խնդրեմ, որ դուք ալ աղոտներուն մեջ վերջը բահեք այդ որտե։ Սիրելի ծնողներ, Ռաֆի եւ Սարին, ձեր զավակը Աստծո ժողովրդին արչեւ ներկայացնելով ուխտի հարաբերության մեջ կմտնեք Աստծո հետ, որ իր ուխտը կբահե սերունդե սերունդ։ Այս մանուկը Էդվարդը նվիրեք Աստծո, որբեսի զանիգա մեծնա դերոջը ջամփաներու մեջ։ Կխոստանաք։ Ուրեմն կխոստանաք անոր բարի օրինակ ըլլար ձեր խոսքով, գործով եւ կյանքով։ Կխոստանաք Աստծո վախովը տաստիարակել զայն, Աստվածաշունչի ճշմարտության տեղյակ բահելով եւ աղոթքով։ Կխոստանաք, որ զայն պիտի ուղեք, որբես Հիսուս Քրիստոսը դեր եւ բրգիչ տավանե գիտակցությամբ եւ մգրդությամբ նույն հայտարարե եկեղեցին արչեւ իբրև ճապահոսության դարիքին հասնի։ Շնորհակալ ենք ձեր խոստումին։ Պիտի կրկեմ ես աղոթենք իրարու հետ։ Ով դեր Աստված, գուքոհանանք քեզ մեկ այս նվիրումի պաշտամունքին համար եւ այս անանցնաշնորհումին համար, որ գրնանք Էդվարդ Անթոնի Բակալը նվիրել քեզ իբրև մանուկ, որ մեզնակ ու խոսքիդ մեջ, աջի ու ջամփաներուդ մեջ, եւ լեցվի ու հոգիովդ, որովհետեւ իր ծնողքը իրեն առաջնորդե քու խոսքիդ համացան, լեցուն քու սիրովդ, քու հոգիովդ, քու շնորհքովդ։ Թողլա որ ան իմաստությունով եւ հասակով Աստծո եւ Աստծմե եւ մարդոց արչեւ շնորհք գտնե ինչպես Տեր Հիսուս կրավ։ Շնորհներ նաեւ որ այս պաշտամունքը լավ ոչ միան այս մանուկը նվիրելու ժամանակ արիթմը, հաբա ուխտը բահելու իբրև ծնող եւ եկեղեցի, որ մեր կյանքը վերանորոգվի։ Օրհնե մեզ բոլորս, Էդվարդը եւ մեզ հաստատ բահեք ու սիրույթ մեջ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ անոր փառքին համար կխնդրենք։ Հիմա դեր օրհնե քեզ եւ ցեզ։ Եվ երեսը բայցարացնեք ու վրա Էդվարդ եւ ձեր վրան բակալ ընտանիք, ողորմի ցեզի եւ իր երեսը վերցնե ձեր վրան։ Խաղաղություն դա ձեր բոլորին։ Ամեն։ Գնանք ծափահարել Էդվարդին համար։ Եվ եկեղեցի ձեզ մեկ պիտի խնդրեմ, ինչպես ես թուքալ աղոթքի մեջ բահենք այս սիրելի ընտանիքը, նեցուկ կանցնենք իրենց, Քրիստոսին սերը ցույց տանք մեր միջոցով, որովհետեւ իրենք կրնան տաստիարակել գրտել այս մանուկը, Էդվարդը մեր եկեղեցի մեզ, որպեսզի հավատացյալ դառնա եւ ինչու՞ չէ Աստծո համար ապրի եւ փառք բերե։ Հիմա ժամանակ բիտամ Աստծո խոսքին։ Այսօր քիչ մը տեխնիկային հարց ունեցանք, ներողամիտ գտնվեցեք։ Ինչպես իմեյլի մեջ գրված էր, այսօրվա նույնը 100 օրվա արիթով է։ Սկիզբը բարի շնորհավոր 100 օր բոլոր հայրերուն եկեղեցին շատ մարտակամին չէր հաջախած, հիմա նորեն կգրտնեմ, բարի 100 օր բոլոր հայրերուն, թող որ Աստված բահե ձեզ անվտանգ ամեն տեսակի դժվարությունները եւ միևնույն ադեն լեցնե ձեզի անհոգիով, որ գրնակ իրեն փարապանել, եւ մենք բոլորս ես մեջը օրինակ լանք մեր զավակներուն, ինչպես մեր երկնային հայրը մեզի զորվեցուցած է։ Օրհնյալ լան բոլոր հայրերը։ Եվ փառք բերենք մեր երկնային Հոր Աստծո։ Այսօրվա նույնը, որ զադած եմ Ղուգաս ավետարանի
15-րդ գլխուն 11-30-րդ համարներն են, համարներում մասին չէ, որ գմտածեի գոր լապտապս աշխատելու մասին, որովհետև մեջը բահացեի կարոզս։ Պետք ունին կեյբլիմը, որբեսի գրնամ լապտապը բատերին վերջացած է, գամ ուրիշ լապտապի մը պետք ունիմ, որբեսի գրնամ ֆայլերս հասնել։ Առաջին անգամն է, որ տուղտի վրա չի դբեցի, և քանի որ չի դբեցի այս բադայեցա։ Գամ կեյբլ պետք ունիմ, որ իմ լապտապս աշխատի, գամ լապտապը պետք ունիմ սիրելի տեխնիկային դահակ։ Բայց այդ միջոցին, եթե գուզեք դուք ընթերցել, մինչև ես ընթերցեմ, գամ ես ընթերցեմ, մինչև դղակը լապտապի դասավորումը անեն։ Եկեք լսենք Աստծո խոսքը երկուղածությամբ։ I'm going to read from Luke chapter 15, first the three verses, verses 1 through 3, and then verses 11 to 32. Ընթերցեմ Աստծո խոսքը Ղուկաս ավետարան 15-րդ գլխուն առաջին 3 համարները եւ վերջը 11-ն 33-րդ համարները։ Շատ մաքսավորներ ու մեղավորներ անոր գմոդենային իր մել լսելու համար։ Իսկ փարիսեցիներ ու թբիրներ դրդունչ կնեին ու գսեին Դուրդունչ կնեին ու գսեին, ասիգա մեղավորները գունթունի ու անոնց հետ գուտե։ Հիսուս այս արագը խոսեցավ անոնց ըսելով. Մարդը երկու որդիներ ուներ։ Անոնց մե բզդիգը հորը ըսավ. Հայր, քու ստացվածքետ, ինձի ինալու բաժինը դուր ինձի։ Անալ բաժնեց անոնց իր ունեցածը։ Շատ օրեր չանցած Բզդիկ որդին բոլոր բաները հավաքեց, հերու երգիր մկնած և հոն անարագությամբ ապրելով իր ունեցվածը բջացուց։ Բոլոր ունեցածը հացուցած էր, երբ երգրի մեջ սաստիկ սով մը եղավ ու ինք չքավոր դարձավ։ Ուստի քնած այն երգրին քաղաքացիներեն մեկունքով մտավ, անալ իր ակարակները ղրգեց զանիգա խոզերը արածելու համար։ Հոնգը պապակեր խոզերուն գերած եղջյուրեն իր փորը լեցնել, բայց մեկը չեր դար անոր։ Այն ադեն ինքզինք կալով ըսավ, քանի պանվորներ կան իմ հորս դունը հացով լեցված, ես հոզ սովամահ կգործվիմ, ելլեմ երտամ իմ հորս և ըսեմ անոր։ Հայր, մեղանչեցի, երգնքի թեմ ու քու արջևդ, ալարժանի չեմ, որ որդիտ ըսվելու, զիսկու վարձկարներդ մեկուն բեսր է, ու ելավ իր հորը կնած, թեր մինչ ինք շատ հերու էր, հայրը դեսավ զանիգա ու կութը շարժեցավ, և վազելով անոր բարանոցին վրա ինգավ ու համպուրեց զանիգա, որդինա լսավ անոր, հայր, մեղանչեցի երգնքի թեմ ու քու արջևը տալ, արժանի չեմ քու որդիտ ըսվելու, բայց հայրը ըսավ իր զարաներուն, հանեցեք առաջին պատմուջանը ու հագցուցեք անոր և մադանի թրեք անոր ձեռքը և գոշիկներ անոր ոտքը և բարարդ զվարագը բերեք, մորտեցեք ու տեսեք և ուդենք և ուրախ ըլլանք, վասնզի այս իմ որդիս մերած էր ու ոչնցացավ, գործված էր ու ողջնցավ, գործված էր ու գտնվեցավ, ըսկսան ուրախություն անել։ Անոր մեծ որդին ակարակներ, երբ եկավ ու տանը մոտեցավ, նվակներու և բարերու ցայնը լսեց։ Ձարաներեն մեկը իրեն կանչելով հարցուց, թե ինչ է այս, անիգա լսավ անոր, եղբայրդ եկավ ու հայրդ բարարդ զվարագը մորթեց,
վասնզի ողջ առողջ ցերկ ցկեց զանիգա։ Իսկ ինք բարացավ ու չեր ուզեր ներս մտնել, ուստի իր հայրը դուրս ելնելով գաղաչեր անոր։ Անիգա պատասխան տալով ըսավ հորը. Ահա այս չափ տարի է, որ քեզի ծարայեմ ու բնավ քու խոսքետ դուրս չելա ու ինձի երբեք ուլմը չդվիր, որին բարեկամներուս հետ ուրախություն ունեի, բայց երբ եկավ այս քու որդիդ, որ քու ստացվածքը փոզերու հետ կերավ, անոր մորտեցիր բարար զվարագը, եւ հայրը ըսավ անոր. Որդյակ, դու միշտ ինձի հետ ես, ու իմ բոլոր ունեցածս քու գտե։ Սակայն պետք է ուրախ ըլլալ եւ խնդալ, վասնզի ասկու եղբայրդ մեռած էր ու ողջնցավ, գործված էր ու գտնվեցավ։ Օրհնյա ըլլա Տերոջը խոսքը։ Ով հայր, քո հոգի ճշմարտությամբ հիմա խոսիր մեզի քու խոսքետ, ոչ իմ խոսքես։ Բայց մեր հոգին սրդերը, աչքերը, սրդին աչքերը, որբեսի ընկալենք խոսքը մեր մեջ եւ գրնանք քեզ գոչել հայր։ Քու որդիդ անունով կխնդրեմ այս ամենը։ Ամեն։ Thank you, Chris. Միան մեկ վարյան, որ գտնեմ կարոզս։ Այսօր սորվեցատասս, միշտ դբած եղիր։ Ինչև այս բացվի ներսեն բերեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ ներողություն։ Բոլորիս ծանոթ է այս արագը եւ թերևս մեզի այդպես մցույց կուտա թե շեշտը,
որդին վրան է, որտև ինչ կսե ընդհանրապես Սուրբ Գիրքին վերնակիրը այս արագին, անարակ որդին։ Բայց ես կարդացած ադենս եթե նկատեցիք, շեշտստրի հայր բարի վրա։ Եվ հիմա պիտի անդրադառնամ անոր մասին, թե ինչ է իսկական այս արագին միտքը, եւ անոր համար է, որ առաջին 3 համարները ընթերցեցի։ Ովքեր էին, որ եկան եւ Տեր Հիսուսին ուզեցին մտի գնել եւ ովքեր էին, որ դրդընթաչին։ Մաքսավորները եւ մեղավորները գսե եկան լսելու։ Ով են մաքսավորները եւ մեղավորները։ Մենք այդ օրվա հասկացողության մեջ անմարտիկը, որոնք գիտեին, թե իրենք փրկության պետքություն ունին։ Եվ որոնք էին, որ դրդընթացին, անոնք որ օրենքի շաբիգի մեջն էին։ Եվ իրենց գսեբեին այս կամ այն։ Այդ ասել են վերջ, Տեր Հիսուս 3 հատ արագ կպատմի։ Եվ գսե Հիսուս անոնց ասավ, ես 2 հատը չի պատմեցի, 3-րդը կարդացի։ Այս կոնտեքստի մեջ եթե նայենք, արագը ուրեմն անոր մասին է, որ ինչ որ կգադարե, ով որ կգադարե, հայրերու օրվա արիթով։ Նայենք, թե ինչպես կնանք տեսնել այս արագի մեջ են հայր Աստված ինչ կդարեց։ Նույթը պատմության հարաբերության մասին է։ Ինչի հարաբերության, հայրը եւ իրեն 2 որդիներուն։ Պատմության մեջ կտեսնենք, որ 2 որդիներուն այլ հարաբերությունը կոդրված է հորդետ։ Մեկը գծկե եւ գհերանա եւ ճուզեր հորը տեսնել, ինչ որ իմս է դուր, այդ օրվա հասկացողության մեջ այսինքն ժարանքդ առնելու համար պետք է հայրդ մահացածը լա։ Բայց այս որդին գսե, ես արդեն գսեբեմ քեզի այդպես որդուն մահացած ես, այսինքն չգաս ինձ համար, դուր ինձի իմ բաժինս եւ ես պիտի երթամ։ Մույսին բարակային ինչ կտեսնենք, գրծե երեց որդին բարակային, կտեսնենք, որ անդան մեջ մնաց, մոդիգություն ունի Աստծո հետ իր հարաբերության մեջ, բայց ինչպես որ Աստվածապանը գրած էր, աշխարհական է, geographic։ Կետնի վրա մոդիգ է Աստծո հետ, հորը հետ ներողություն։ Մեկը կետնի վրա հերու է, ուրիշ երգիր կացած է, ուրիշը կետնի վրա մոդ է եւ հորը մոդն է։ Եվ երկուքին այլ հարաբերությունը կտեսնենք, որ առողջ չէ իրենց հորը հետ։ Մեկը ցկեց գնաց, մյուսը կանգադեցավ։ Ինչ է հիմնական միտքը Տեր Հիսուսին այս արագի մեջ են։ Թե մեր հարաբերությունը Աստծո հետ երբեմն գրնա նմանիլ այդ 2 զավակներու հարաբերության Աստծո հետ։ Մեկը լրիվ հերացած կացած, գրնա գթարցուցած Աստծո, ճուզեր ճանչնալ ով է Աստված, ինչ է Աստված, պետք չունի, դերևս մեզ շատերն այսօր եկած են եկեղեցի քաշքշվելով, որովհետև պետք էր կային հայրերու օրը, պիկնիկ կա, կսպասենք ջաշին ժամանակը հոստեղեն ելենք եւ հոն երթանք։ Ինչպես որ այս որդին առաջինը տեսանք գլուխը արած կացած է, բացահայտ է անոր հարաբերության ընթացքը, գերեվի։ Մյուս որդինը չերևիր, թաքնված է, որ տեսնենք պիտենք ինչ լավ որդի է, հորը մոտ կաշխատի, գործե, գոքնե։ Բայց երկուքին բարակային ալ ինչպես ալ մենք, մեր փնությամբ իձնե մենք բաժնված ենք Աստծմե, մեղքին պատճառով, Աստծմե անչատված ենք, հերացած ենք, և տեսանք 2 զավակներուն թիրքը, թե ինչպես երկուքն ալ բաժնված են իրենց հորմեն, իրենց հարաբերության մեջ, հարաբերության բաժանմունքին մասին է, որ գխոսենք։ Տեր Հիսուս ինչ կսե ուրեմն արագով, 2 միտք կփոխանցե մեզ։ Առաջինը գհրավիր է եւ գգանչե բոլոր անոնք, որոնք գխոստվանինք, թե մենք մեղավոր ենք եւ պետք ունենք փրկության։
Եվ պիտի խոսիմ անոր մասին ավելի։ Երկրորդ գաստարարե warning կնե բոլոր անոնք, որոնք ըմփոստացած են Աստծո թեմ, ինչպես էր անորտին որ դունը մնաց, եւ բահված են, գուդակված են, թաքնված են ավելի ճիշտ ներողություն, ինքնարդարության մեջ, գամ ցեվաբաշտության մեջ, գամ գրոնքի մեջ, գամ ձեսերու մեջ, գամ ավանդություններու մեջ, գամ սովորություններու մեջ։ Դեր Հիսուս կսե մեզի եկուր հորդ մոտ այս արագին մեջ են, եթե խոստովանիս եւ ինչպես պիտի փիչմը վերջ ավելի բացահայտեմ, եւ միևնույն ադեն կսկուշացնե մեզի, ինչպես առաջին 3 համարներու մեջ ասավ, փարիսեցիներուն, մեր մեջն ալգան, չվստահիս ինքնարդարությանդ, չվստահիս չեմ գիտեր ինչերու, բրգությանդ համար։ Բայց ես այսօր կուզեմ անդրադառնալ ավելի հորը մասին եւ այդտեղը պիտի շեշտեմ 17-ին 20-րդ համարներուն մասին։ 17-րդ համարի մեջը շատ կարևոր նախատասություն մը կա, որում մեջ գսե, ան որդին է, որ կացած եւ հիմա վերադարձած է, չվերադառնալ են։ Այն ադեն այդ որդին ինքզինքին կալով ասավ։ Անգլիանով գսե he came to his senses։ Ինքզինքին կալով։ Ինչ ասավ, ելեմ երթամ հորս դունը։ Այս որդին անդրադարձավ իր իրավիճակի մասին։ Կարևոր է, որ ադի միտքերնիդ բահեք եւ վերջը տեսնենք, թե շարունակության մեջ 20-րդ համարի մեջ ինչ կլա։ Ու ելավ գսե 20-րդ համարը, ու ելավ որդին իր հորը քնած։ Հիմա մինչդեռ ինք շատ հերու էր, որդին արդեն շատ հերու էր։ Մի քանի գործողություններ կան հոսստորոքիչներ, անոնք որոնք դպրոց կերտան հայերենի տասկը տասավանտեն անգլերենի կամ լսեցեք ստորոքիչները։ Հայրը դեսավ զանիգա, իր կուտը շարժեցավ, վազելով անոր բարանոցին վրա ինգավ ու համբուրեց զանիգա։ Մագուսեմ ծեր երևակայությունները ինձի հետ աշխատցնեք, մանավանդ անոնք, որոնք արվեստագետ են։ Պատկերացուցեք նկարը։ Բոլորը դալ գրնակ երևակայել նկարը։ Եվ նայենք, թե այս նկարի մեջ ինչ զգուշավոր խորհրդածություն կա։ Նկարի մեջը պիտի տեսնենք, թե ինչ կփոխանցվի մեզի այս նկարեն։ Ինչ կուզե ասել նկարը մեզի։ Առաջին հերթին նայենք, թե ով ինչ ըրավ։ Ով ինչ ըրավ։ Որդին ամենաառաջ, հայրը փամփչնել են առաջ, որդին ինչ ըրավ։ Ելավ եւ հորը կովը քնած։ Ելավ եւ քնած։ Վերջն է, որ կտեսնենք, թե արդեն երբ ան հերու էր։ Պատկերացրու ինքնին կտկյուղի մեջ, Հիսուսին կոնտեքստի մեջ կխոսիմ, թաղերը փոքր, կովկովի նեղ, եւ իբրև հայր, դուրսը գեցած, կտեսնես հերվեն որդիդ։ Այն որդին, որ երբ ծքեց, հարուստ էր, գեղեցիկ էր, ինքնավստահ էր, գրբանը լեցուն էր եւ ուրախ զվարթ կացած էր։ Հիմա այդ որդին կվերադառնա։ Ինչպես կվերադառնա, չքավոր, խոզեր արածել է ետք, անոթի, անդուն, մերկ, սպարած, նիհարցած, նվաստացած և հոգին մեջ գոդրված։
եւ հայրը գտեսնե այդ որդին այդպես։ Հիմա այս հայրը մի քանի բան գնե։ Առաջին հայրը չեր թատրած սպասել է, որովհետև հերվեն տեսավ որդին։ Հերվեն տեսնելու համար ամեն օր պիտի գնաս այդ ճամփան, պիտի դիտես հերուն, պիտի տնես արևի շուքը վրա հետ, որպեսզի տեսնես միթե այդ որդիս է որ գուքա։ Եվ գրնալ լալ այդ սպասելուն հետնալ գար, որ հայրը գտիդեր եւ գսպասեր ոչ քնացած, ոչ անհոգ, դիտելով, թե այդ որդիս է որ պիտի գա։ Եվ գմտածեր արդյոք այդ միջոցին, թե ուր է որդիս, որուն հետն է, ինչ կնե, արդյոք կուդե, արդյոք ապահով է, արդյոք հանգիստ է, արդյոք առողջ է, արդյոք ունի ընկերներ, մտերիմներ, արդյոք անհույս է։ Եվ այդ միջոցին մենք հայերենով հերտաբահ գսենք, հերտը պերտը բահողի նման գտիդեր և շարնակ գտիդեր։ Ուրեմն հայրը գսպասեր և վերջը գտիդեր։ Եվ ամեն օր հավանաբար դիտած ադենա այդ քյուրին թաղերում մեջ գբդդեր և միշտ գնայեր ջամփուն հերուն, թե քյուրեն հերուն, թե ինչ կա։ Եվ եթե քյուրի մեջ նոր մեկը եկած էր և հաստատված էր, պիտի ասեն ասմարտը ինչ ունի։ Ինչ է վիճակը ամեն օր գտեսնենք կուկա թրան արջև թաղին ձայրը գտիդե և գպնդրե պամը, ինչ է պնդրածը։ Եվ թերևս բդղավաճարները մեկը վիցեր ասոր որդին չեմ գիտեր քանի դարի առաջ ցկեց իրեն և հեռացավ։ Եվ ուրիշ մնալ վիցեր forgotten case, մորցիր իրեն, քացած է բիչիկա, բարաբի տողջիկա հոս ամեն օր։ Դերևս այդ էր մարդոց մտածելակերպը, բայց հայրը չթատրեցավ, փնտրել է և սպասել է և դիտել է։ Երրորդ ինչ հրավ հայրը վազեց սկսել։ Այդ սպասումը և այդ դիտելը երբ իրեն ցույց տվավ, թե իր որդին թեր հերու էր, չսպասեց, որ իր քովը կա որդին։ Ինքը վազեց։ Միջին արևելքի հասկացողության մեջ, առաջին դարուն մեջ նախ վազելու համար տապատ չկար։ Ոչ այլ մեր ունեցած գեղեցիկ սնիկերզներ ունեին։ Հողաթափով, հողին վրա, երկար հագուստը հագված, դեպի վեր պիտի քաշես այդ հագուստը, ոտքերուդ մեջ պիտի ձալես, սրունքներդ և ոտքերդ պիտի երևին քյուրի մեջ, և իբրև ձեր դարեց մարդ պիտի վազես։ Ինչ անվայել պատկեր։ Այսօր եթե բարձ մեկը տեսնենք քիչ նույնիսկ հագուստով և դարեց և վազեք, ասենք ինչ եղած է աս մարդուն։ Ուր մնաց այդ ժամանակ, որքան պիտի խոնարհիս, պիտի արհամարես ամեն ինչ, մորնաս ամեն ինչ, անդեսես ամեն ինչ և կտեսնես որդիդ կուկա և կուզես տուն վազել։ Եվ այդ բոլոր արհամարանքը, որ իր վրա էր, այդ որդին վրա էր, ինքն էր արած էր, քացած էր, մխսած էր, վատնած էր, անարակ դարձած էր։ Կարծես այդ ամենը հայրը իր վրան գարնե և վազելով գերտա։ Կրնաս կոր պատկերացնել։ Եվ երբ որ գտեսնե որդին ինչ կնե, կսիրե անոր։ Ինչպես կսիրե, բարի եկար կսե դրաս, կծերնվի, կնամը դիրդուն։ Պատվեցավ կսե անոր այլ խոսքով։ Պատվեցավ, եգուր, կրգեց, իր ամբողջ էությամբ։ Ես քեզի չեմ մորցած այլ խոսքով ասավ, եթե դու ինձ մորցած էիր։
Եվ համբուրեց անոր գսե։ Համբուրեց։ Բոլորս ալ միջին արևելքեն ենք գրեթե, գիտենք ինչ տեսակ միջին արևելքյան համբուրները գլան։ Ասպես մեկ երկու հատ համբյուր դալով չէ։ Կքրգես, կփաթես, կսպոփես։ Հոգիով ըդ կհամբուրես։ Ուրեմն պատկերը ինչ է։ Պատկերը կտեսնենք հայրը չթատրեցավ սպասել է, չթատրեցավ դիդել են, չհոգնեցավ իր հոգի մեջ ասել է անհույսը լալ է, սեր ցույց տվավ, վազեց, սփոփեց, քրգեց, սիրեց։ Եվ վերջի ինչ ըրավ 24-րդ համարի մեջ գսե քեֆրին։ Ուրախացան։ Ինչու համար ուրախացան։ Համարը շատ հստակ գսե։ Մեռած էր, ողջնցավ, գործված էր, գտնվեցավ։ Որ մեկ հայրը կամ ծնողքը չուրախանար իրեն գործված որդին գտնելու վրա։ Երկրորդ լուսապանվենք այս պատկերեն։ Եվ նայենք թե ինչ կա այս պատկերի մեջը։ Աստվածապանը գրած է, գսե ես մի քանի անգամ գարտալ ես վերջ աս արագը, նայեցա թե սխալ բամը գա այս պատկերի մեջ։ Սխալ բամը։ Ինչն է սխալը։ Որ որդին արժանացավ այն ինչին, որ արժանի չէր։ Մարդկային խելքով մտածողը պիտի որ ինչ պիտի դու մասին թե հորը մասին։ Հորը մասին։ Այս ինչ տեսակ հայր է, որ ասանարակ որդին մսխած, վատնած, անդեսած, անարկած, արհամարած իր հայրը եւ ընտանիքը եւ անունը մանավանդ այդ իրավիճակի մեջ ցկած վազած փախած է հիմա երբ որ ետ կվերադառնա մերգ եւ անոթի եւ գոդրված եւ ուսահատ եւ չջանցվելիք հայրը գերտակը պատե եւ իրեն ամեն տեսակ որդիական իրավունք կտա եւ գարնե եւ խրախճանք կնե սխալ է այս որդին արժանի չէ անոր Նույնպես ալ մենք արժանի չենք Աստծո, այդ սիրույն, այդ քութին։ Այսօրվա հասկացողության մեջ երբ որ մեկը իր հորմեն իր օտոգուզ է Գարնե, գտանի, դունը, ժարանքը, հակուստը և գանդես է և գան այդպեսի որդիներ։ Եվ երբ որ ետ պիտի վերադառնան մեր մոտեցումը ինչ կլա։ Բայց հոս կտեսնենք, որ պատմությունը հորը մասին է։ Անգախ այդ որդին ետ կալուն կամ չի կալուն։ Եթե հայրը չընդունի այդ որդին գալը անիմաստ է։ Ինչ ակուզես եգուր, եթե այդ հայրը կուտ չունի, սեր չունի, որուն գերտաս, ուր գերտաս։ Այս արագին մեջ են գտեսնենք, թե Աստված, որ կներկայացնե հայրը պատմության մեջ, որքան սիրող է, փրկարար է և ներող է։ Եվ ով չուզեր այսպես հայր ունենալ և բաշտել, որ ինչպես որ գարտացի Սաղմոսի մեջ գներ է քու ամեն անորություններդ, և գեհերացնե մեղքը ինչպես արևելքը արևմուտք է ներգե և ինչպես երկինքը երկր է ներգե։ Առանց հորը քութին, առանց հորը սիրույն, այդ որդին դարձը չէր լար ետ հաշտություն։ Եվ չենք կրնար հասկնալ և հոս կարևոր է, որ լավ անդրադառնամ։ Չենք կրնար հասկնալ պատմությունը այսպես։ Որտեղ շատերը գսեն, ուր է խաչը։ Հիսուս Քրիստոս չի գա այս պատմության մեջ։ Ուրեմն Աստված ներող է և ողորմած է և բարի է, ով որ Աստուծո գուկա, Աստված ալգներ է և փամը չեղածի պես կվերջանա հարցը։ Ոչ սիրելիս։
լամը դիգրե։ Ուրիշ գրոնքներու մեջ կսեն, մանավանդ իսլամության մեջ օրինակ վիթբերեմ համեմատության համար տեև չի համեմատվիր, որ Աստված ներող է, Ալլահ Ղաֆուրուն Քարիմուն, Աստված կները, կնա սորի իսե եւ վերջ։ Մեկ մարյան լավ մտածեմ։ Եթե այդպես է, ես մեղքեր գործած եմ գիտեմ եւ ինչեր են անոնք ես շատ լավ գիտեմ։ Եթե երտամ Աստծո եւ մի անասեմ, որ դեր ներենց ես սխալած եմ, Աստված ալես է զորապ ներեցի քեզի։ Եգուր։ Իմ գործած մեղքերուս արդյունքը վնասը հատուցումը ուր գերտա։ Որում վրան գերտա։ Եթե ես մեկը սպանած էի, այդ մարդուն սպանության բադիժը իմ վրա ես ուր կնած։ Օդի մեջ։ Ցնտավ, գործվեցավ։ Եթե այդպես է, Աստված անարտար կլա։ Չլար արտարություն, ես մեկում սպանած էի, այդ սպանությանս ենթադրենք, ուր կնած արտարությունը։ Եթե մեկը քողություններ էր եւ վնաս հասուցած էր մեկումը, այդ քողության վնասին հատուցումը, բադիժը ուր կնած։ Աստված աչքը կոչեց վրան, արաբերենով գսեն մալեշիսա, it's okay։ Ով կընդունի մեզ մեանիկա, որ Աստված գուզենք այդպես ընդունի։ Անգարելի է, անգարելի է։ Աստծո այդ ներողամտությունը, որ մենք կտեսնենք, այս խաչին վրան գրեց Հիսուս Քրիստոս։ Եվ ինքն է պատմողը արագը։ Եվ ինքն է ասողը, որ հայրը կընդունի քեզ եւ ինձ եւ մույսին, որովհետեւ ես խաչը պիտի ելնեմ քեզ համար։ Եվ քու գործած մեղքերուդ բադիժը սխալները իմ վրաս պիտի գրեմ։ Եկե չգարձե, որ անարագ որդիին պատմության մեջը խաչելություն չկա։ Եվ ինչպես կա։ Աստված անարտար գլա, եթե չբաջե մեղքը, մեղքին մադիժը մահ է։ Եթե մեղքին վարձքը մահ է, Աստված այդ մահը պիտի դա։ Բայց անգան բարի է հայր Աստված։ Ինքն իր որդիին վրան գրեց ադիգա։ Եվ ով որ այս անարակ որդին բես հասկնա իր իրավիճակը Աստծո հետ իր հարաբերության մեջ։ Գիտնա թե ինքը ուր է իր հարաբերության մեջ Աստծո հետ, կխոնարի եւ կգոդրվի։ Եվ գուքա Աստծո արչեւ խոնարհապար ինչպես անարակ որդին ասավ. Հայր, ներե ինձի, որտեւ ես մեղանչեցի երկնքին եւ կուտեմը։ Այն ադեն Աստված հերվեն դեսածին որդուն արդեն լուրջ ունե իր գուկա եւ քեզի կրգե վազելով եւ կսպորվե եւ ուրախություն կսարքե։ Գարաճվա արագին մեջը մեկ կարնուգին համար գցիկե 99 Աստված եւ գերտա։ Եվ Տեր Հիսուսիս է երբ որ փրկությունը լա, երկնքի մեջ խնջույք կա։ Կտեսնես Աստծո զերը, կտեսնես Աստծո հայրությունը, մտքերնից չերտա աշխարհիկ հայրերու մասին, գիտեմ կան անարտար հայրեր տերևս։ Մի թողեք, որովհետեւ այդ տեսակ հայրերը մեզի դպավորություն տան մեր ամենահզոր, ամենաքեղեցիկ հոր նկարակիրը ավավաղելու։ Սուրբ Գիրքի մեջ են գսորվինք մենք այդ։ Ոչ այսօր անոր իմ մույսին կյանքել, մենք կչանանք իբրև հայրեր եւ պիտի չանանք, որ մեր լավագույն օրինակով հետևենք Աստծո, բայց մեր իսկական հայրը Տեր Հիսուս Քրիստոսին հայրն է, որ գուզե մեզի իրեն որդիները դարձնել։ Ամփոփեմ, Աստված չուզեր երկրորդ որդին նման գեղձավոր զավակներ, որոնք կվստահին իրենց հարաբերության մեջ Աստծո հետ եկեղեցի հաճախելով, ավանդություն մնելով, ձես մգադարելով, աղոտ մհոստեղեն, խոսք մհոնդեղեն, նվիրատվություն մհոստեղեն։ Աստված աչի պնդրեր, որ ինչպես որ երկրորդ որդին էր, որ քովն էր, շուրախացավ, որտև ինքն իրեն վստահած էր։ Ես քովը դեմ ամեն օր քեզի համար գաշխատիմ, ինձի պամը բիչնես, որուն վստահած ես ուրեմն քու բրգությունդ եւ ազատագրությունդ, անցիդ,
Չլա որ վստահիս անցիդ։ Միայն եթե այդ որդին գրծեր որդին նման խոնարհեր հորը դիմաց ևս էր սքանչելի հայր։ Շնորհակալ եմ, որ եղբորս համար խնջույք կրիր։ Օրը կա, որ ես ալ գրնամ խոնարհիլ եւ դու ինձ համար ալ խնջույք կնես։ Մեր իսկական բանջկը հարաբերություն է Աստծո հետ։ Շատ ժողովուրդներու մարդիկ գաղութեն, գարտան, գնեն իրենց գիծածները, իրենց չգիծածները ոչ իբրև քրիստոնյա, բայց ադիկա հարաբերություն չի բերեր։ Գիտությունը չէ, որ մեզի գմոդեցնե Աստծո։ Մեր խոնարհությունն է, որ երբ որ խոնարհինք, Աստված այդ բոլոր մեր գործվածությունը, մեր հանցանքները իր վրա գարնե իր որդի միջոցով եւ գուտա մեզի փրկություն։ Ան որ գխոստվանի, ան որ չի խոստվանի Աստծո դեղ չունի։ Ան որ գխոստվանի, հավատքով գնտունի եւ չի վստահիր իր անձին, այն ադեն գաժանանա ինչպես այս որդին անարակ, այն բանին որ արժանի չէր, ադալ Աստծո շնորհն է, որ մեզի գուտա հավիտենական կյանքի բարգեւը։ Եկեք հիմա այս մտորումներով մեկ խոսքալ անգլերենով ասեմ, որ դրոշմվի անոնք, որոնք չհասկացան հայերեն։ In the story of the prodigal son, which we will call the loving father, we see that the love which God displays welcomes and is extended to those who come to him in repentance and faith. That has nothing to do with our deserving. It is entirely a matter of God's love and grace. The story is about God and what he has done as a father to the prodigal son who does not deserve any grace. But this is what kind of a heavenly father we have. Compassionate, gracious, merciful, forgiving, loving, kind. He even sacrificed himself. May we all learn as fathers from our Heavenly Father and learn from both prodigal sons. That is when we humble ourselves before him and confess that we have sinned against heaven and him. Then and only then, God's hands are wide open on the cross to welcome you and take you into eternity with him, starting now and forever. Let's pray. Երկնավոր Հայր, շնորհակալ ենք հայրությանդ, սիրույթ, որդիդ զոհությանը, քութիդ եւ ամեն ինչի, որ մեզի համար կատարած ես, եւ գշարունակես տակավին կատարել։ Աղոտ կսեով դեր, որ հոս մեզ մե անոնք, որոնք առաջին անարակ որդին նման չէինք վերադարձած քեզ, հիմա այսօր վերադառնանք քեզ։ Եվ քու քրգիտ մեջ, քու սիրույթ մեջ գործվենք եւ գտնենք փրկություն։ Եվ անոնք, որոնք մեզ մե թերևս մենք մեզի հագցուցած էինք թիմակներ, ինքնարդարության, հանենք մեր վրային ատմույս անարակ որդի նման եւ մշակենք քու հետ սրդակին իսկական հարաբերություն։ Որովհետեւ միայն քեզմով, քու որդիով եւ Սուրբ Հոգի միջոցով է որ գրնանք ապրիլ իբրև քրիստոնյա, իբրև ճշմարիտ զավակներ եւ քեզ գրնալ ոչել հայր, աբա, հայրիկ, դադի։ Շնորհակալ ենք ով Տեր։ Ողջ բարգը քեզ, աս ամենը կխնդրենք որդի Սուրբ անունով, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա, ամեն։ Շարունակենք պաշտամունքը պիտի երկենք անգլերեն երկմը Reckless Love,
Սևանան եւ Արենին մեզի պիտի առաջնորդեն, կրնակ իրենց հետ երկել, երկին բարերը եւ եղանակը կտեսնեք պաստարի վրա։ Կրնանք մայկրոֆոն դրամատրել թիվ 14-ը։ Չունին մայկրոֆոն, ես ունիմ։ Թիվ 14-ը հոն չէ, անարակ որդին բես պախած է մայկրոֆոն 14-ը, 12-ն ալ հոս կեցած է մոտիկ, բայց կորդ չներ որ։ Անալ գլա, Thank you, Arpi. Հիմա գուդաց այն թեստերը մեկատ։ Աշխարհի գոր։ Before I spoke a word, you were singing over me. You have been so good to me. Before I took a breath, you breathed your life into me. You have been so kind to me. Oh, the overwhelming, never-ending, reckless love of God. Oh, it chases me down flights till I'm found, leaves the 99. I couldn't earn it, and I don't deserve it. Still, you gave yourself away. Oh, the overwhelming, never-ending, reckless love of God. Yeah. When I was your foe, still your love fought for me. You have been so good to me. When I found no worth, you paid it all for me. You have been so kind to me. Oh, the overwhelming, never-ending, reckless love of God. Oh, it chases me down flights till I'm found, leaves the 99. I couldn't earn it, and I don't deserve it. Still, you gave yourself away. Oh, the overwhelming, never-ending, reckless love of God. Շնորհակալ ենք երիտասարդներ։ Մինչ եղանակ մը կնվակվի պատրաստենք մեր նվիրահավաքները եւ նվերները Աստծո բերել։
Երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզի իբրև Հայր Աստված, որ այնքան սիրեցիր աշխարհը, որ միածին որդիդ տվիր մեզի համար, որ անոր հավատա չգործվի, այլ ունենա հավիտենական կյանք։ Շնորհակալ ենք, որ քու բոլոր բարիքներդ մեզի ուդաս կբաժնեկցիս, եւ հիմա անգեպաժին մնե, որ կբերենք քեզի։ Ընդունիր ասլումաները, օրհնե ասլումաները եւ թող որ կործածվին եկեղեցիիդ, քու եկեղեցիիդ, ով Հայր, բարգավաճման, դարածման եւ ավետարանիդ բարի լուրը մեր մեջ բնագելու համար։ Այս ամենը կխնդրենք ու որդիդ հրաշալի եւ սուրբ անունով։ Հալելույա։ Ամեն։ Ունիմ մի քանի հայտարարություններ ձեր ուշադրության բերելու։ Գուկուժենք մեր սիրելի եկեղեցու անդամներեն Լենա Ադուրյանին եւ Սարգիսին, Աներմոր, Լենային մոր, Սոնա Դարակջանի մահը, որ պատահեցավ հունիս 24-ին Լոս Անջելեսի մեջ, 92 տարիներ Աստված բարգեւեց իրեն կյանք, թող որ հիմա անոր հիշադակը անտրամ մնա եւ Աստված ցեզի ձեր բարականերուն եւ հարազատներուն մխիթարի իր հոգիովը։ Սովորական հայտարարություններեն գուզեմ հիշեցնել, որ Սուրբ Գրքի սերտողությունները կշարունակվին ամեն չորեքշաբթի ժամը 8-ին հոս եկեղեցիեն ներս, պիտի սկսենք Եփեսացիս 4-րդ գլխուն, ուր պիտի տեսնենք, թե մեր սորվածները ինչպես կրնանք գործածել աստվածաբանական մեր հասկացողությունները, որ Պողոս Արաքյալ աղոթեց եւ բացատրեց, ինչպես կրնանք գործնականի դնել։ Եվ փառք կտամ Աստծո, որ մեր եկեղեցին շատերը կհաջախեն եւ ածենյակը արդեն հազիվ կփավենք։ Պիտի կաչալերեմ, որ շատնանք ավելի, ոչ թե որբեսի հբարդանանք թիվով, բայց այլ երբ որ կշատնանք եւ Աստծո խոսքը կսերդենք եւ կընտրենք եւ գյուրացնենք, կդառնանք ավելի բդղապեր աջող եկեղեցի Աստծո փառքին համար։ Crossroad-ի Bible study-ները ամառվա համար վերջացած են, վարձկերնին բոլոր գադարողներուն եւ ներկաներուն, աղոթենք, որ Աստված մեզի իմաստություն տա, որպեսզի կրնանք շարունակել եւ աճիլ այդ ծառայություններուն մեջ։ Բոլորդ գիտեք, այսօր հայրերուդոն է եւ չեմ գիտեր, եթե հոդեր գարնեք կամ չեք գարներ, բոլորդ հրավիրված եք ներս Ջամբազյան վերաբադվելի Ջամբազյան սրահի մեջ, ուրախանալու իրար հետ։ Նոր ալ ծառայություն մնալ ունենք Սուրբ Գրքի սերտողության, անալ ժողովուրդեն ցեզ մե եկավ եկեղեցու անդամներեն, դղամարտոց ինչու գիները ծառայություն ունին եւ դղակը չունին, ուրեմն դղամարտոց Սուրբ Գրքի սերտողություն պիտի ունենանք սկսելու համար ամիսը 1 անգամ, շաբաթ օրերը ժամը 9-ին, անոր հետ պիտի լա նախաճաշ նախադես եւ նախաճաշեն վերջ, գարջ ամփոփ 10-15 վայրկյանոց խորհրդածություն պիտի ունենք, երբ որ դղամարտիկ կսեմ դարիք չեմ ասեր, ով որ գզե, ով որ ինքզինք դղամարտ կգարձե թող կա։ Բոլորը դրավիրված եք, դղամարտիկ։ Vacation Bible School-ը, որ հուլիս 7-11 է, արդեն պարտիրոջ հասած է իր լրիվ TV-ին եւ դժբախտաբար չենք կրնար այս տարի ավելի մանուկներ ընկալել, բայց աղոթեցեք եւ լուրջ կսեմ, աղոթեցեք, որ այս ծառայությունը աճի եւ ընդարձակի, որովհետեւ շեշտնորեն գտնեմ, մենք չենք ուզեր հբարդանալ, թե մեր թիվը շատացավ եւ այս եւ այն։ Ոչ, մենք կուզենք, որ ամեն մարդ, հայ թե ոչ հայ, Թորոնտոյի մեջ ճաշնջա Աստծո եւ ունենա Հիսուս Քրիստոսի հետ կապ եւ հարաբերություն եւ բերգվի։ Մեր նպատակը այդ է։ Եվ այդ նպատակին այս VBS-ը շատ լավ ձևով կծառայի։ Ուրեմն հուսանք, աղոթքով մնանք, որ կալ դարի կրնանք իմաստությամբ նայել, թե ինչպես կրնանք այս թիվը ավելի մեծ ընկալել եւ ունենալ։ Կամպ Արևելքը, որ օգոստոս 10-16 է, Դագավին բաց է իր արձանագրությունները, որոնք կուզեն արձանագրել ձեր զավակները Նյու Յորքի քաղաքի մեջ, որ ամեն տարի մեծ թիվով մեր կողմեն Թորոնտոյին աշակերտներ կմասնակցին։ Պիտի կաչալերեմ ցեզի, որ նորեն Դագավին եթե ժամանակ կա, արձանագրվիկ Արփին եւ Սիլվին հոսիպրե պատասխանատուներ գնաք ծերանուներն ցսել կամ վեբսայթն ունել։ Սեպտեմբեր 19-ին 21 դիկնած համակումար կա Նյու Ջերսիի մեջ,
անդիգինները, որ մեր եկեղեցին կպապակին, կկաչալերենք, որ երթակ եւ գրնակ Նյու Ջերսիի մեջ իրարու հետ պաշտել եւ պարապանել Աստծո։ Ունենք սեպտեմբերին կամ հոկտեմբերին սկիզբը դակավին վերջնական թվական չենք որոշած մեր եկեղեցվո համակումարը, family retreat։ Ավելի դերեկություններ կուտամ, բայց այդ սեպտեմբերի երկրորդ շաբթվեն մինչև հոկտեմբերի սկիզբը եթե գրնանք ազատ բահել շատ ուրախ կլանք, որ գրնանք իրարու հետ իբրև եկեղեցի ունենալ մեր դարեգան համակումարը։ Մեր մեջ ունենք այսօր հյուրեր, մեր Թալինին եւ Վարդանին, Բալյանին, հայրը եւ մայրը, աներհայրը, աներմայրը, եղբայրները, դոկտոր Վահեն եւ Անին եւ եղբայրները, որ եկած էին երեք, Արենին, Վգայականին, բարի եկած եք, ուրախ ենք, որ մեզի հետ եք, եւ նաեւ կշնորհավորեմ մեր եկեղեցիեն 8-րդ դասարանի բոլոր աշակերտները եւ հոմի ամենօրյա վարժարանեն, որ ավարտեցին եւ ուրբաթ օրը վայելեցինք եւ ջանցանք թե Աստված որքան բարգեւներով դրած է գա մեջը Արենին հոս եւ ուրիշներ եթե կան չեմ տեսնել գոր կամ եթե ներսնեն բոլորին ալ Աստված օրհնե եւ ունենք մի քանի այլ աշակերտներ որ հավանաբար այս շաբաթ կամ մյուս շաբաթ իրենք ալ գավարտեն իրենց 8-րդ դասարանը Աստծո մեր աղոթն է որ Աստծո շնորհքը միշտ ձեր վրան լա եւ բադիվ եւ բարդ բերեք դերոջը Եկեք հիմա ոդնկայս ավարտենք մեր պաշտամունքը երգելով դերունական աղոթքը Զիքոյ արքայություն եւ զորություն եւ բար Դավիդյանս Հավիդենից եւ հիմա դերը օրհնե եւ բահեցես դերը իր երեսը բայցարացնե ձեր վրան եւ ողորմի ձեզի դերը իր երեսը դարձնե ձեր գոմը եւ խաղաղություն դարձեզի And now the love of God and the grace of our Lord Jesus Christ and the fellowship of the Holy Spirit may be with us all to see how a loving Father we have and establish a relationship with Him. May you go in peace.